Okay, հարազատներս սկսեցինք։ Մեզ ինչը հարկավոր առաջնային։ Մեզ պետք է աղացած պեչինիներ կային, ռուսական կհիշեք, այստեղ ես ուղղակի օգտագործում եմ սրանք, բայց կապ չունի, դու կարող եք օգտագործել ինչ որ պեչենի, որ ունենաք, բիսկվիտներ, մի խոսքով։ Օգտագործելու եմ 160 գրամ, աղացել եմ արդեն պատրաստայից մոտ, որպեսզի ժամանակ չխլի մեզանից։ 160 գրամ աղացած բիսկվիտները, պեչենիները։ Մեզ հարկավոր է լինելու 80 գրամ հալած կարագ։ Եվ մեջը հարկավոր է լինելու 20 գրամ շաքարավազ, բայց ես չեմ ավելացնում, որտեվ իմ բիսկվիտները արդեն իսկ քաղցր են, դա ըստ ցանկությանա։ Ես բաղադրատոմսը բոլորը կդնեմ մեջը, եթե մի բան հանկարծ այնտեղ պակաս լինի կամ ավել լինի, ուշադիր դուք եղեք, այնտեղ կտենաք բաղադրատոմսը ճիշտ ներքևի հատվածում դրված կլինի։ Հիմա սա մի լավ խառնելուց հետո պետք է արդեն դնենք մեր ֆորմայի մեջը, ինչի մեջ որ արդեն հավաքելու ենք մեր տորթը։ Առանց եփելու, առանց տանջվելու տորթը, շատ համով ու շատ սիրուն։ Որ ուշադիր դուք նայեք, առանց խառնվելու, ես շատ հանգիստ եմ ամեն ինչը բացատրում, որպեսզի բոլորիս պարզ լինի ինչ ենք անում։ Ինչ եմ անում, սա ես պետք է տափակացնեմ ամբողջ տակով մեկ, հավասարացնեմ և դնելու ենք սառնարանը 1 ժամի չափ, որպեսզի սառի, բայց առայժմս դեռ հավասարացնենք։ Հիմա ես ունեմ սա, փայտիկով պետք է իրան հավասարացնեմ, որպեսզի բոլորը հավասար լինեն։ Ասեմ, որ շատ շնորհակալ եմ բոլորից հետ, ովքեր պատասխանել էիք, որ որտեղից եք, այդքան հաճելի էր, երեխեք չեք պատկերացնի, որ նայում եմ, իհարկե ավելի լավ կներ, որ բոլորս, անգամ ես էլ միասին ձեր հետ բոլորս լինեինք Հայաստանում, բայց որ այդպես չի եղել, բախտի բերմամբ, թե ճակատագրի բերումով, ամեն մեկս հայտնվել ենք մի երկրում, բայց շատ հաճելի էր բոլորի կոմենտները կարդալը, շատ շնորհակալ եմ, ասեմ, մի ուրիշ էներգիա եք տալի, մի ուրիշ հաճույք է ձեր հետ աշխատելը, մի ուրիշ մի բան է դա։ Okay, հավասարեցրեցինք այստեղ արդեն, մեզ մոտ հավասարեցրած է, սա ուղարկում ենք հիմա սառնարան, 1 ժամ սառելու։ Okay, Ժորժան, անցանք մեզ երկրորդ հատվածը, ես օգտագործում եմ կրեմ պանիր, այստեղ կոչվում է cream cheese, անգլերենով Philadelphia regular պանիրն եմ օգտագործելու, ինքը կրեմ է և առանց համեմված ինչ-որ համերի, ուղղակի ինքը անհամ ձևով, նույն ոնց կա այդ ձևին է օգտագործում եմ։ Okay, 450 գրամ եմ օգտագործելու, ինքը հենց այդքանի չափ է, երկուսը իրար հետ գալի։
Մեզ հարկավոր է լինելու 100 գրամ շաքարավազ, ավելացնենք վրան։ Մեզ հարկավոր է լինելու վանիլ, ավելացնենք վրան։ Լիմոնի ջուրը, որ արդեն քամել եմ 30 գրամի չափով։ Մածուն 130 գրամի չափով։ Եվ ժելատինը հիմա ջրով պետք է բացեմ, 20 գրամ ժելատին է ինձ մոտ, գույնավոր տեսակն է, 100 գրամ ջրով պետք է բացեմ և ավելացնեմ այստեղ։ Ժորժան ասեմ, որ ժելատինը ես արդեն բացել եմ, բայց առայժմ չեմ խառնում, մինչև որ մի հատ միքսերով պետք է սա խառնեմ, ժելատինը օգտագործել եմ այս ժելատինը, եթե ուզում եք տեսնեք, հիմա սա շատ արագ միքսերով խառնելու եմ։ Okay, հիմա անցնեմ արդեն ժելատինը մեջը ավելացնելուն իրա։ Հիմա ձեռքով կանենք արդեն։ Այնքան ենք խառնելու, որ մինչև որ միասեռ դառնա լիովին։ Okay, Ժորժ ջան, արդեն միասեռ է մեր մոտ։ Ինչ ենք անում, առաջնայինը մի հատ ֆորմա ունեմ ես, այսենց ինքը ձվի նման ֆորմա է, միայն այս կողմերից ծագեր ունի, եթե ձեզ կհանդիպի կամ ունեք, ուրեմն ավելի լավ, եթե չունեք, կարծում եմ կարող եք ձեռք բերել և ինտերնետում կարող եք գտնել։ Հիմա ինչ եմ անում, ես սրա կեսը, չիզքեքի կեսը պետք է լցնեմ այստեղ, մյուս կեսը օգտագործենք արդեն խմորի մեջը մեր։ Հիմա իրան լցնում ենք իրա չափից մի քիչ ավել, որպեսզի երկրորդ հիմա այս պահը որ դնեմ, գա լցվի մնացածը այստեղ և դուրս գա արանքներից, այդքան պետք է լցվի այնտեղ։ Okay, բավական պետք է լինի արդեն։ Հիմա ինքը պետք է այնքան անվի, մինչև այս արանքներից դուրս գա։ Okay, վերջ։ Հիմա սա արդեն ուղարկում ենք էլի խոլեդը, սառնախցիկ և 1 ժամ։ Հարազատներս հիմա այն ինչ որ մնաց մեջ արդեն տակը, սրա վրա պետք է ավելացնեմ ևս 200 գրամ կաթի սեր, այսինքն heavy cream, անգլերեն մեր մոտ այդպես է ասվում, heavy cream,
whipping cream, so դա ենք օգտագործում կաթի սերա։ Անցած անգամ ինձ ասեցին, որ ձեր մոտ ինչքան է տոկոսայնությունը, մեր մոտ չի գրվում, ժողովուրդ ջան, կարող եմ ցույց տալ անգամ։ Խնդրեմ, սա է, մեր մոտ չի գրվում տոկոսային ոչ միտեղ, չգիտեմ, եթե գտնում եք միտեղ, որ տոկոսային գրվում է, ես չեմ իմանում էդի արդեն, բայց չի գրվում է տոկոսայինը, ոչ միտեղ նման բան չկա գրած։ Ուղղակի կաթի սեր է ինքը։ Այդքան բան։ Մի քանի հոգի, ոչ թե մի հոգի, այլ մի քանի հոգի էին հարցրել։ Քանի տոկոսայնություն չեմ իմանում, չգիտեմ։ Եթե կգտնեք, հիմա ցույց տվեցի, խնդրեմ, նայեք, փնտրեք, եթե կարող եք գտնել մի բան։ Okay, սա արդեն մեր մոտ համարյա թե պատրաստ է, սա գնալու է արդեն այն պեչենին, որ մենք տափակացրեցինք, դրեցինք, դրա վրա ենք ավելացնելու քիչ հետո։ Okay, ժողովուրդ ջան, արդեն բերեցինք 30 րոպեն անցել է։ So, պետք է ավելացնենք հիմա վրան։ Սա արդեն cheese cream-ն է, որը որ տակի հատվածն է գնում։ Հիմա կասեք, այս թուղթը ինչի համար է, հեսա կիմանաք, քիչ հետո կիմանաք ինչի համար է, որպեսզի հեշտությամբ կարողանամ իրան ազատեմ, չկպնի։ Հիմա քիչ հետո արդեն ավելի պարզ կլինի։ Սա կարծում եմ արդեն ժամանակն է թողելու։ Okay, սա ուղարկենք հիմա սառնարան։ 1 ժամ եւ նորից հետ կմիանամ ձեզ։ Okay, ժողովուրդ ջան, հիմա վերջնական արդեն մենք պետք է պատրաստենք ժելեն, so մեզ հարկավոր է լինելու 550 գրամ ջուր եւ 56 գրամ ժելատին, բայց նախնականի համար այդ 550-ից մենք պետք է հանենք 150 գրամը եւ տաք ջրով ջերմաստիճանը լինելու է Celsius-ով 62.77, իսկ Fahrenheit-ով 145 ջրի ջերմաստիճանը մենք պետք է բացենք 56 գրամ ժելատինի հետ եւ թողնելու ենք 15 րոպե, որպեսզի ինքը լիովին բացվի։ Հետո նոր արդեն խառնելու ենք մնացած ջուրը։ Okay, ժողովուրդ ջան, արդեն հանել եմ, սառել է, սառնարանից, սառնախցիկից ավելի շուտ, սա տաք ջուր է, մի 5 վայրկյան ընդամենը պետք է իրան պահենք մեջը, որպեսզի ինքը տակի հատվածը թողնի ու հանում ենք։ Okay, հիմա սա զգուշությամբ մենք բացենք։ Փորձենք իրան զգուշությամբ մեջից հանել։ Երևի ինձ թվում է մի քիչ էլ ավել կուզենալ, որ թողնեինք այնտեղ, բայց ոչինչ, հոգ չի։
Okay, սա մեր cheese գնդակներն են, հիմա ժելատինը արդեն բացենք, okay, ժողովուրդ ջան, ջուրը տաքը արդեն ջերմաստիճանը ասել է ինչքան է լինելու, սա մի կողմ ենք դնում, okay, մեզ հարկավոր է մաքուր տարա, ջուրն ենք լցնում, տաք ջուրը, ժելատինն ենք, այն որ 15 րոպե առաջ դրել ենք, դա ենք ավելացնում հիմա մեջը, okay, և հիմա պետք է ավելացնենք շաքարավազը 210 գրամի չափով շաքարավազն է ևս և մի լավ խառնում ենք, այնուհետև պետք է ավելացնենք 40 գրամ լիմոնի ջուր։ Կացրեցել հանենք։ Okay, վերջ։ Մի լիմոնից 40 գրամն էլ հեռնում է, շատ լավ է։ Մոլի շուտ սահանը։ Եվ հիմա սա պետք է դնենք, որ սառչի, ջուրը մեզ պետք է մի քիչ սառի, շատ չէ, բայց պետք է սառի մի քիչ, որպեսզի կարողանանք լցնելով գնանք։ Ես այստեղ ունեմ արդեն սառույցով աման, դնելու եմ վրան, որպեսզի ավելի արագացնի իր սառելը։ Իսկ այդ ընթացքում ես կբերեմ արդեն մեր խմորեղենը, որը դրել ենք սառնարանում 1 ժամ առաջ։ Շատ լավ է, նորմալ է։ Okay, ժողովուրդ ջան, խմորը բերել ենք արդեն, մեզի հարկավոր է այդ մեր պատրաստած գնդակները տեղավորենք մեջը։ Եվ հետ նորից տնենք սառնարանը ևս 15 րոպե։ Եթե կզգաք, որ կարիքը կա սառելու, լիովին ինքը չի սառել, թողեք, որ անպայման սառի։ Ես մի քիչ շտապեցի, ոնց որ թե, ոնց նկատում եք, ինձ մոտ մի փոքրիկ դեռ չէր հասցրել, կարիքը կար դեռ հələ սառելու։ Հունչեմ, հիմա սա հետ գնում է սառնարան նորից։ Ժողովուրդ ջան, անցավ մի քանի րոպե, հիմա զգուշությամբ ես մրգի հատիկներ եմ դնում, իմիջիալոց ասեմ սրանք մոշ են, պատկերացնում եք ինչ մեծ է, ոնց որ թե թութերն է, չէ, ստեղի մոշերը սենց են, այսքան մեծ են։ Տարբեր մրգեր եմ դնելու, սև հաղարջ, սանդվել, մալինաներ, ինչ պատահի, սառնարանում ինչ ունեի, տենց տարբեր մրգեր եմ դնում հիմա։ Հիմա ինչ եմ անելու, ես շատ զգուշությամբ պետք է լցնեմ շատ քիչ, հետո նորից հետ դնենք սառնարանը սառելու 5 րոպեով, նորից հետ բերենք ու տենց ավելացնենք,
3 անգամ երևի 3 անգամ մեզանից կուզենա, որպեսզի հասնենք վերջնական արդյունքին։ Okay, հիմա սա գնաց սառնարանը։ Okay, Ժորժ ջան, 3 րոպեն անցավ, արդեն պնդացած է համարյա թե, հիմա նորից հետ անցնում եմ շարելուն։ Լայթ ջան, աղմուկ մի օր է իմ տղա, իմ սիրուն տղա։ Okay, հիմա ավելացնում եմ արդեն մնացած ժելատինը նորից հետ։ Հիմա եւս 2 րոպե կդնեմ եւ նորից հետ կգամ։ Okay, Ժորժ ջան, եւս 2 րոպե անցավ, հիմա արդեն գալիս ենք նորից հետ, մեկ անգամ էլ ենք հետ շարում վրան։ Ու վերջ։ Սա վերջնական է լինելու արդեն։ Okay, եւ լցնում ենք արդեն Եթե կողքի մի քիչ տնեմ ավելի շուտ։ Արդեն իմ ժելենն է ուզում սառի։ Վերջ, հիմա արդեն սա կգնա սառնարանի հիմնական երևի մոտավորապես մի 3 ժամ կլինի սառնարանում ու կհանենք։ Okay, Ժորժ ջան, տեսանյութը հաջորդ օրն եմ արդեն անում, որտեվ դրել էի սարցախցիկը, որը ամենամեծ սխալն եմ գործել, այնքան արագ արեցի, որ փոխարենը սառնարանի մեջ դնեի, այլ սարցախցիկի մեջ դրեցի։ Այս թուղթը սրա համար էի դրել, որպեսզի կարողանանք հանգիստ ձևով պոկենք, otherwise այնց շատ բարդ է լինելու։
Եվ վերջնական արդյունքը ինքը cheesecake, այսինքն սպանդի տորտ, հա, այդպես է թարգմանվում երևի, սպանդի տորտ, մրգային տոնդող տորտ է համարվում։ Նույնիսկ խալը չկրկնեք, հանկարծակի չդնեք խցիկի մեջը, որովհետև ցուրտը կտանի մրգերը։ Okay. Հիմա փորձենք կտրել։ Ժողովուրդ ջան, սա կտրած արդեն վիճակում է։ Ընտիր համա։ Ընտիր։ Վաու։ Չիզի մասին, պանիրի մասին էլ չասեմ, որ ինչ համով է։